Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի ուսանողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման սոցիալական միջավայրերի մասին։ Ինչու 3 տարբեր կենտրոններ կային եւ ինչու էին այդ 3 տարբեր կենտրոններում մեկ նպատակի շուրջ 3 տարբեր մոտեցումներ։ Եվ այսպիսով այսօր խոսելու ենք 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման տրամաբանության մասին։ 18-րդ դարի երկրորդ կեսը հայոց պատմության ամենաբարձր շրջաններից մեկն է։ Սա այն ժամանակահատվածն էր բուն Հայաստանում այլևս հայ ազնվականական վերնախավը, երբեմնի նախարարական համակարգի փշրանքները, այսինքն մելիքները այլևս չունեն նախկին ազդեցությունը եւ չեն կարող բեկել իրադարձությունների հետագա ընթացքը հօգուտ համահայկական օրակարգի։ Եվ նման իրավիճակում հայ ազատագրական շարժման նախաձեռնման առաքելությունը կարծեք բուն Հայաստանից տեղափոխվի դուրս գաղթավայրեր։ Այս ամենի սոցիալական միջավայրի մասին մենք կխոսենք այսօրվա մեր հաղորդման ընթացքում։ Մասնավորապես ընդունված է խորհրդային շրջանից կարծել, թե եղել է այդ շրջանում միայն 2 ազատագրական պայքարի 2 կենտրոն, հնդկահայ եւ ռուսահայ կենտրոնները եւ այլևս ավարտված է համարվում բուն հայաստանյան օրակարգը։ Մինչդեռ մենք ունենք 3 միջավայր, 3 միմյանցից տարբերվող միջավայրեր, որոնց մոտեցումներն ու մեթոդները տարբեր են, բայց վերջնանպատակը իրականում նույնն է՝ Հայաստանի ազատագրումը։ Եվ այս 3 կենտրոններն են, մեկը իհարկե Հնդկաստանի հայկական համայնքն է, մասնավորապես հատկապես Մադրաս կենտրոնով, եթե գաղափարական տեսանկյունից ենք նայում, մյուսը Ռուսաստանն է, Ռուսաստանում այստեղ մի քանի կենտրոններ են, Աստրախանն է, Մոսկվան է բնականաբար, Պետերբուրգը եւ առհասարակ ռուսահայության փաստորեն վերնախավը եւ երրորդ կենտրոնը իհարկե արդեն բուն Հայաստանում Սուրբ Էջմիածինն է, որ ուրվագծում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք եւ իհարկե Արցախի մելիքների դիրքերի թուլացման պայմաններում աստիճանաբար ավելի հայացքը բուն Հայաստանի տարածքում ուղղվում է դեպի Էջմիածին, տեսնելու թե ինչ օրակարգ է այդտեղից առաջ մղում։ Մենք իհարկե առանձին հաղորդմամբ խոսելու ենք եւ Շահամիշ Շահամիրյանի անձի մասին Հնդկաստանում եւ իհարկե Ռուսաստանում Լազարյան ընտանիքի մասին եւ բուն Հայաստանում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի մասին, բայց այսօր խոսենք հերթով այս միջավայրերի մասին։ Ընդունված է եղել ավանդաբար կարծել, թե Ռուսաստանի հայկական համայնքը 18-րդ դարի երկրորդ կեսին մեծ մասամբ կազմված է առևտրականներից։ Մինչդեռ դա այդպես չէ։ Մենք իհարկե ունենք էլիտայի մի ահռելի շերտ, որ ծագումով բուն Հայաստանից է, արևելյան Հայաստանից կամ Պարսկաստանից եւ ունի առևտրական մեծ փորձառություն, մի մասն էլ ունի ազնվականական ծագում։ Օրինակ, ռուսահայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ arczepiskopos Արգուտյանը ծագումով Լոռվա իշխանական ընտանիքից էր։ Իսկ մյուս կողմից, եթե նայում ենք օրինակ Հովհաննես Լազարյանին, նա բնականաբար նրանց տոհմը ուներ առևտրական մեծ փորձառություն Պարսկաստանի միջազգային առևտրի կազմակերպման հարցում նրանք ունեին որոշակի դերակատարություն, որը փաստորեն այդ փորձը փոխանցում է ռուսաստանյան միջավայր։ Հիմա Ռուսաստանում ապրող հայերի մեծ մասը իրականում երկրագործներ էին։ Մասնավորապես, եթե նայում ենք Ղրիմի հայության տեղափոխումը ժամանակակից Ռոստովի հատված եւ Հյուսային Կովկասի տարածքում հայկական համայնքների տրամաբանությունը, նրանք բնականաբար առաջին հերթին երկրագործներ են, բայց միևնույն ժամանակ նրանց մեջ ուրվագծում է առևտրական հաջողակ շերտ, ընդ որում շերտ, որը որ խուսափում է կալվածատիրական համակարգից, այսինքն հայկական տրամաբանության մեջ հողատիրությունը չպետք է փոխկապակցված լիներ տեղական բնակչությանը այդ հողին կցելու տրամաբանության հետ։ Այսինքն այն երևույթը, որ Ռուսաստանում անվանում էին կրիպասնոյ պրավա, կալվածատիրական իրավունքը, մեր տրամաբանության մեջ չէր մտնում։ Եվ պատահական չէ, որ դեպի հարավ Ռուսաստանի ընդարձակումը, դեպի Հյուսիսային Կովկասի
այդ շրջանները եւ ժամանակակից Ուկրաինայի հարավային շրջաններ, այս գործընթացում հայկական վերնախավը ուներ կարևոր նշանակություն, որպես առևտրաարդյունաբերող շերտ այդ հողերի յուրացման հարցում։ Նրանք շահագրգռված էին, որ իրենց կողմից ստեղծվող ֆակտորիաները, արդյունաբերական ձեռնարկությունները, առևտրական տները ազատված լինեին այն երևույթներից, բացասական այն դրսևորումներից, որոնք բնորոշ էին կալվածատիրական իրավունքին։ Եվ բնականաբար այդ տարածքներում հետեւաբար տնտեսությունը շատ ավելի արագ էր զարգանում, նաև ժողովրդագրական առումով այդ տարածքները շահեկան վիճակում էին հայտնում, մարդիկ զանգվածաբար վերաբնակվում էին այդ տարածքներ եւ բնականաբար այս գործընթացում հայերը իրենց ավանդական միջնորդի դերն էին կարողանում իրագործել, օրինակ առևտրի հարցում։ Ստացվում է, որ Ռուսաստանում հայ բնակչության մեծամասնությունը կամ երկրագործներ են կամ քաղաքային արհեստավորներ, բայց նրանցից առանձնանում է վերնախավ, որը առևտրաարդյունաբերող է, եւ այս ընտանիքի ներկայացուցիչ օրինակ Հովհաննես Լազարյանը 1774 թվականին Տոհմիկ ազնվականի տիտղոս է ստանում Եկատերինա II կայսրուհուց։ Այսինքն տեղի ունենում նրանց վերածումը էլիտայի եւ ռուսաստանյան վերնախավի հետ սերտաճման գործընթաց է գնում։ Բնականաբար իբրև հոգեոր առաջնորդ Հովսեփ Արգուտյանը եւս այս շփումների հնարավորությունն ունի եւ ռուսական արքունիքին մերձակա փաստորեն հայկական որոշակի վերնախավի շերտ է ձևավորվել։ Բնականաբար այս տիպի գործունեությամբ աչքի ընկնող գործիչներից էր օրինակ աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը նաեւ։ Հիմա Ռուսաստանում ունենք այսպիսի փաստորեն մոտեցում, տեղափոխվենք Հնդկաստան։ Հնդկաստանում հայկական համայնքը ստվարացավ այն բանին զուգընթաց, որ Պարսկաստանում հայերը դժվարությունների առաջ էին կանգնում։ Ինչքան որ Պարսկաստանում հատկապես ջուղայի առևտրականների համար պայմանները բարդանում էին, հատկապես 1722 թվականի այդ աֆղանական մեծ արշավանքից հետո եւ Սպահանի ավերածություններից հետո հայերի զանգվածային արտահոսք եղավ այնտեղից եւ մենք տեսնում ենք, որ Հնդկաստանում հայերի համայնքները ավելի սրանց հետո դարձան ստվար, բայց Հնդկաստանում հայերը շատ ավելի վաղուց էին հաստատվել եւ իդեպ քանի դեռ եվրոպական գաղութացումը չէր ընթանում, հայերը իրենց շատ ավելի ազատ էին զգում։ Եվ ինչքան ավելի անգլիական ադմինիստրացիան ուժեղ էր դառնում Հնդկաստանում, միտում կար հայերին առևտրական գործընթացներից դուրս մղելու։ Հնդկաստանում եւս առաջին հայացքից բոլոր հայերը ընկալվում են իբրև թե առևտրականներ, երբ որ կարդում ենք այդտեղի հայկական համայնքի պատմությունը արձանագրություններով, տպավորությունն այնպեսին է, կարծեք թե բոլորը առևտրականներ են։ Մինչդեռ այստեղ եւս կա որոշակի առավել ունևոր խավ խոշոր առևտրականների տեսքով եւ կան իհարկե հատկապես մեծ թվականակով արհեստավորական շերտի ներկայացուցիչներ, որոնք կոմպակտ բնակվում էին քաղաքներում։ Բայց իհարկե այն շերտի ձեռքում, որը որ կապիտալ էր տնօրինում, այսինքն խոշոր առևտրականները նախ եւ առաջ, իրենց ձեռքում նաեւ կենտրոնացնում են ինտելեկտուալ ռեսուրսի զարգացման հնարավորություններ։ Եվ մենք տեսնում ենք հենց այս մարդկանց կողմից տպարանների օրինակ հիմնադրման միտում։ Մենք այստեղ եւս չենք կարող գործընթացից դուրս պատկերացնել, ինչպես ռուսական համայնքի պարագայում է, Ռուսաստանի հայկական համայնքի հոգևոր վերնախավի դերակատարությունը, որի հետ հաշվի էին նստում բնականաբար առևտրական այս վերնախավի ներկայացուցիչները։ Գաղափարները երկու միջավայրերում տարբեր էին։ Իրարից տարբերվում էին ավելի ճիշտ մոտեցումների պարագայում։ Այսինքն ընդհանուր կար գաղափար, որ գիտակցում էին, որ Հայաստանը պետք է ազատագրել, ընդ որում ազատագրման հարցում արդեն պատկերացում ունենալով տվյալ ժամանակաշրջանի քաղաքական քարտեզից եւ իրողություններից ու Ռուսաստանի հատկապես հավակնություններից պատկերացում ունենալով այդ ժամանակաշրջանում թե ռուսահայ, թե հնդկահայ կենտրոններում գալիս է այն գաղափարը, որ ռուսական կայսրության օգնությամբ պետք է Հայաստանը ազատվի Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի տիրապետությունից։ Ինչու է այս գաղափարաբանությունը դառնում տիրապետող։ Սա ուներ հետևյալ բացատրությունը։ Նախ այս շրջանում ռուսական կայսրությունը իրեն հստակ դիրքավորում է իբրև հակաթուրքական պետություն։
Օրինակ, Եկատերինա II կայսրուհին շրջանառության մեջ է բերում այն տեսությունը, վերադարձնում է քաղաքական օրակարգ այն տեսությունը, որ փաստորեն ռուսական կայսրությունը բյուզանդական ժառանգությանը պետք է տեր կանգնի եւ բոլոր նրա կողմից միացվող տարածքները ժամանակին բյուզանդական ենթակայության տակ են իբրև եղել եւ պետք է հիմա նորից այդտեղ այդ ուղղափառ ժառանգությունը հաստատվի։ Պատահական չէ, որ Եկատերինա II-ը Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում ձեռք բերված տարածքներում հիմնադրում էր քաղաքներ, որոնց տալիս էր սովորաբար կեղծ հունական վերջավորություններ, այսինքն փորձում էր հունականություն հաղորդել տրվող տեղանուններին։ Ամեն ինչ սկսվեց Ստավրոպոլ քաղաքի հիմնադրումից, որ Կովկասում պետք է դառնար ռուսական փաստորեն ազդեցության, այսպես սահմանը եւ այդ ամրոցից պետք է հետագա բոլոր արշավանքներն արվեին օրինակ դեպի հարավ, դեպի ժամանակակից փաստորեն Վրաստանի եւ մեր տարածքները, այս երկու հանրապետությունների ժամանակակից տարածքները եւ նաեւ այդտեղից դեպի Մերձսևծովյան ավազան արշավանքները։ Նույն Մերձսևծովյան հատվածում ռուսական կայսրության հիմնած քաղաքները այդ շրջանում նույնպես այսպիսի վերջավորություններ էին ստանում՝ Սիմֆերոպոլ, Ստավրոպոլ, այսինքն քաղաք պոլիս հունարեն այս վերջավորությունները Նիկոպոլ եւ այլ, այս ամենով ի ցույց էր դրվում, որ ռուսական կայսրությունը այս տարածքները ոչ թե նվաճում է Օսմանյան կայսրությունից, այլ վերադարձնում է իբրև բյուզանդական ժառանգություն եւ սա փաստորեն ցույց էր տալիս, որ ռուսական կայսրությունը գաղափարախոսական նաև պայքարի մեջ է Օսմանյան կայսրության հետ։ Եկատերինա II-ը շատ հստակ դիտարկում էր հայկական վերնախավի տեսանկյունից իբրև Օսմանյան կայսրության համար էկզիստենցիալ հակառակորդ։ Եւ երկու պատերազմները դրա հաստատումն էին 1768-1774 թվականներ եւ 1787-ից 1791 թվականներ։ Այս պատերազմներով Եկատերինա II-ը նաեւ Թուրքիայի պատմության մեջ մնացել է իբրև իրենց ամենասարսափելի հակառակորդներից մեկը։ Եվ բնական է, որ նրա այս կերպարը հայկական ավականու մոտ որոշակի դրական զգացողություններ էր առաջացնում եւ անգամ Հնդկաստանում, որը գտնվում էր անգլիական ազդեցության պայմաններում, հայկական վերնախավը լինելով փաստորեն անգլիական հպատակներ, նրա աշխարհաքաղաքական մրցակից ռուսական կայսրությանը դիտարկում էին իբրև Հայաստանի համար հնարավոր ազատարար տարբերակ։ Մյուս կողմից կար երրորդ գործոնի խնդիրը, այսինքն բուն հայաստանյան միջավայրի հարցը։ Եվ սա արդեն մենք գալիս ենք երրորդ կենտրոնին, հա։ Երրորդ կենտրոնը բուն Հայաստանում էր գտնվում։ Բուն Հայաստանի միջավայրը կտրուկ փոխվել է։ Դեռևս Շահ Աբբասի բռնագաղթից հետո Հայաստանում իրողությունները փոխվել են։ Փորձել է հայկական միջավայրը զգալիորեն վերականգնել Մովսես Տաթևացի կաթողիկոսը։ Նրա գործը շարունակել են նրա աշակերտներ Փիլիպոս Աղբակեցին եւ Հակոբ Ճյուղայեցին։ Եվ հայկական միջավայրի այդ վերականգնման գործընթացը հետո որոշ ժամանակ ընդհատվում է եւ 1724 թվականի թուրքական օկուպացիայից հետ տարիներ հետո այս գործընթացի մեկնարկը հայկական միջավայրի վերականգնման փորձում է Ղազար Ջահկեցի կաթողիկոսը դնել եւ հետո այս գործը կատարում է Սիմեոն Երևանցին բազմաթիվ գյուղերի բնակչությանը վերադարձնելով Արարատյան դաշտում իրենց հայրենի օջախներ։ Եվ այնուամենայնիվ Հայաստանում ստեղծված իրավիճակը դեռևս հօգուտ հայերի չէր եւ Արցախում շատ մտահոգիչ գործընթացներ էին ընթանում եւ 1736 թվականից գործող Խամսայի մելիքությունները, որ իրենցից առաջ եղած մելիքությունների փառահեղ հետնորդներն ու շարունակողներն էին, այսինքն 100-ամյակներով շարունակվող պետականության կրողն էին Արցախում պետականության եւ գաղափարի եւ գործի եւ նաեւ զինական գործի կրողները կանգնել էին լուրջ խնդիրների առաջ։ Այս շրջանում էր, որ պարսկական իշխանությունների թողտվության պայմաններում Արցախում հաստատվում են առաջին անգամ մուսուլմաններ։ Թյուրքալեզու, Սարաջալու կոչվող քոչվոր ցեղի ներկայացուցիչ Փանահը հաստատվում է այստեղ եւ Շուշիի Բերթին տեր է կանգնում հայ իշխանների միջև, հայ մելիքների միջև եղած եղբայրասպան պատերազմի արդյունքում։ Եվ
նրա հաստատվել է որոշ ժամանակ հետո նրա խանական տիտղոսի հորջորջումը, այնուհետև ճանաչումը պարսկական իշխանությունների կողմից հայ մելիքների համար ստեղծում է աննախադեպ վատ իրավիճակ։ Եվ երբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը դառնում է հայ եկեղեցու գահակալ, նա արդեն բախվում է այն իրողություններին, որոնք որ Արցախում ստեղծվել էին։ Եվ պատահական չէ, որ Արցախում նաև Գանձասարի կաթողիկոսության պառակտման գործընթաց էին տանում այս վաճկատուն տիրակալները եւ ի վերջո մենք տեսնում ենք, որ հայկական այս ներքին միջավայրում եղած խժդժությունների պարագայում Սիմեոն Երևանցին ձգտում էր ամեն կերպ Էջմիածնի պաշտոնեության ազդեցությունը նաև Արցախի տարբեր տարածքների վրա տարածել, օրինակ Քարվաճառի շրջանի ուղղությամբ։ Այսինքն բավական բարդ էր ներհայաստանյան միջավայրը եւ նման պայմաններում իհարկե ներհայաստանյան օրակարգ կարծեք թե չկա։ Իրականում մեզ են ասել հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցու կողմից ուղղված բազմաթիվ նամակ գրություններ Ռուսաստանի տիրակալին Եկատերինա II-ին, որտեղ բնականաբար նա դրսևորում է իր ցանկությունը, որ հարմար իրավիճակում, եթե փաստորեն պարսկա-թուրքական տիրապետությունը հնարավոր լինի թոթափել, բնականաբար հայկական կողմը նախապատվություն կտա արդեն Եկատերինա II-ի կողմից ուղարկված ուժերին վստահելու եւ Արևելյան Հայաստանը գոնե կամ առհասարակ ամբողջ Հայաստանը, եթե անցնի Եկատերինա II-ի հովանու ներքո, ապա իրողությունները այլ կերպ կարող էին դասավորվել։ Սա այն մտայնությունն էր, որ փաստորեն կա միևնույն ժամանակ 3 կենտրոններում, թե Հնդկաստանում, թե Ռուսաստանում, որ երկու ամենամեծաթիվ հայկական համայնքներն էին այդ ժամանակ, նաև Լեհաստանում էր իհարկե հայկական համայնքը մեծ, բայց կաթոլիկացման արդյունքում այն ինտենսիվ կերպով նվազում էր եւ այդ ժամանակ արդեն զիջում էր այս երկու կենտրոններին եւ իհարկե երրորդ կենտրոնը մեզ մոտ փաստորեն Էջմիածնում է եւ այս երեքի միտումները ազատագրման հարցում մի հարցում ընդհանրական էին, որ պետք է հայկական պետություն վերստեղծվի, բայց այս հարցում ունեին տարբեր լուծումներ, մենք դրա մասին քիչ անց կխոսենք։ Երկրորդը, այս 3 կենտրոններն ունեն կոնսենսուս այն հարցում, որ ռուսական կայսրությունը պետք է լինի այն ուժը, որ պետք է աջակցի Հայաստանի կողմից փաստորեն թուրք-պարսկական տիրապետության թոթափումը, բայց կրկնում եմ, նրանք տեսնում էին ոչ թե Ռուսաստանի կազմում հայտնվելու տեսլականը, ոչ թե այդպիսի մոտեցում ունեին, այլ մտածում էին, որ Ռուսաստանի օգնությամբ պետք է հայկական պետություն վերականգնվի։ Եվ փաստորեն այս երկու հարցում ունեին հստակ ընդհանրական մոտեցում։ Բայց մեթոդները, գործողությունների հաջորդականությունը շատ տարբեր էր։ Այսպես, օրինակ Ռուսաստանի հայկական վերնախավի ներկայացուցիչները ներկայացրել են մի քանի ազատագրական ծրագրեր։ Օրինակ, աստրախանցի հայ մեծարուստ գործարար Մովսես Սարաֆյանը 1769 թվականի մայիսի 8-ին ներկայացնում է իր ծրագիրը արտաքին գործերի կոլեգիային, այսինքն Ռուսաստանի արտգործ նախարարությանը այն ժամանակ, երբ որ արդեն մոտ 1 տարի ընթանում էր ռուս-թուրքական պատերազմ եւ ներկայացնում է Հայաստանի ընդհանրական ազատագրության ծրագիր, որ Ռուսաստանի օգնությամբ պետք է արվեր, գործին պետք է եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մասնակցեր եւ Արցախի մելիքները եւ պետք է ի վերջո վերականգնվեր հայկական թագավորություն։ Մեկ այլ ծրագիր ներկայացնում են այս ծրագրից արդեն տարիներ անց 1783 թվական, հետո լրացնում են 80-ականների կեսին նոր մոտեցումներով Վիրահայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղուցյանը եւ հայ փաստորեն արդեն ազնվական ռուսական ազնվական տիտղոսով հայ առևտրա պես արդյունաբերող շրջանակների ներկայացուցիչ Հովհաննես Լազարյանը։ Նրանք Եվս կարծում էին, որ հայկական թագավորություն պետք է վերականգնվի ռուսական կայսրության հովանու ներքո եւ նորից ընդհանրական ազատագրում էին պատկերացնում։ Եվ հետարքիր այստեղ մոտեցում կա, որ հայկական վերնախավը ռուսական իշխանությունների առաջ դնում էր նախապայման, որ Հայաստանում չպիտի լինի կալվածատիրական իրավունք, ինչպես Ռուսաստանի կենտրոնական նահանգներում են, որ հայ եկեղեցին չպետք է վարչականորեն ենթակայության տակ դրվի ռուս ուղղափառ եկեղեցու ներքո, եւ երրորդը, որ հայ եկեղեցու եւ ռուս ուղղափառ եկեղեցու դավանաբանական միասնության օրակարգ չպիտի լինի։ Եվ հետաքրքիր է, որ մեր վերնախավի այս դիրքորոշումը արդեն տասնամյակներ անց, երբ որ ռուսական կայսրության
կազմում է հայտնվում Արևելյան Հայաստանը, օրինակ եկեղեցու հարցում ռուսական իշխանությունները պահպանում են այս մոտեցումը եւ չնայած ընդունում են կանոնադրություն, պոլոժենիե փաստաթղթի միջոցով եկեղեցու լիազորությունները որոշակիորեն սահմանափակում են, բայց ճանաչում են հայ եկեղեցու գլխի ամենայն հայոց կաթողիկոսի պատրիարքական աստիճանը եւ որևէ կերպ չեն դնում ռուս ուղղափառ եկեղեցու հետ միացման օրակարգ։ Տեղափոխվելով Հնդկաստան, այստեղ տեսնում ենք, որ գաղափարներն այլ են։ Այսինքն, եթե Ռուսաստանում միապետություն է եւ այդտեղի հայկական վերնախավը մտածում է, որ Հայաստանում պետությունը պետք է վերականգնվի միապետության տեսքով, այսինքն թագավորություն պետք է նորից լինի, ինչպես որ մենք ժամանակին ունեցել ենք, ապա Հնդկաստանի հայերը, նայելով անգլիական պարլամենտարիզմի գաղափարներին եւ այս ամենին հաղորդ լինելով, կարծում են, որ Հայաստանը պետք է իբրև հանրապետություն անկախանա։ Հետաքրքիր է, որ այդ ժամանակ բրիտանական կայսրությունը միապետություն է, ինչքան էլ որ պարլամենտ ունի, բայց մեր վերնախավը այստեղ կարծում է, որ հենց հանրապետություն պետք է Հայաստանում լինի։ Եվ նրանց տպագրած գրքերից, օրինակ Շահամիր Շահամիրյանի հրատարակած Որոգայթ փառած աշխատությունը ըստ էության դառնում է Հայաստանի սանրադրության նախագիծ։ Օրինակ նրանք պատկերացնում էին, որ պետք է լինի խորհրդարանի նման մի մարմին, հայոց տուն անունով, եւ պետք է ազգային տարբեր հարցերը, պետության կարևորագույն հարցերը քննարկվեն հենց այստեղ։ Եվ այս ամենի կողքին մենք տեսնում ենք բուն հայաստանյան միջավայրում հետարքիր մոտեցում։ Սիմեոն Երևանցին կարծեք թե առաջին հայացքից խոչընդոտում է ազատագրական շարժմանը։ Նա կարծեք թե հանդիմանում է Հովսեփ Էմինին եւ նույնիսկ հասնում է նրան, որ բանադրում է Մովսես Բաղրամյանին, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ այս մարդը նամակագրության մեջ է փաստորեն ռուսական կայսրության տիրակալի հետ, մյուս կողմից հենց նույն հնդկահայ կենտրոնի, նույն Մադրասի խմբակի մասնակից խոշոր գործարար Գրիգոր Խոջաջանյանի հետ է անմիջական կապի մեջ եւ հենց այս մարդու նյութական նվիրատվություններով էլ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հիմնում է տպարան, Հայաստանում առաջին տպարանը, որը իր ժամանակաշրջանի ինտերնետի համացանցի փաստորեն էֆեկտն ուներ։ Ստացվում է, որ այս մարդու գործելավոճը տարբերվում է, նա ավելի զգուշավոր է գործում եւ դա ունի իր բացատրությունը, որովհետեւ բուն Հայաստանում տեղի ունեցող ցանկացած գործընթացի պատասխանատու մուսուլման տիրակալները Հայաստանում համարելու էին կաթողիկոսին։ Այսինքն, երբ գալու էր պատասխան տալու ժամանակը, ոչ թե հնդկահայերը կամ ռուսահայերն էին պատասխան տալու, այլ նրանք պատասխան եւ հաշիվ պահանջելու էին ամենայն հայոց կաթողիկոսից։ Դրա համար նա շատ լավ գիտի եւ ավելի զգուշավոր է աշխատում, բայց իրականում նրա նպատակը եւս Հայաստանի ազատագրումն է, ինչը երևում է նրա նամակագրությունից եւ գործունեությունից։ Իսկ այդ մասին մենք առանձին հաղորդմամբ խոսելու ենք։ Այսպիսով, երբ որ մենք խոսում ենք 18-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական շարժման մասին, մենք պետք է նկատի ունենանք սոցիալական միջավայրի տարբերությունները։ Այսինքն, Հնդկաստանի օրինակով մենք տեսնում ենք, որ այստեղ պարլամենտարիզմի գաղափարներ են ի հայտ գալիս եւ դա բնական է, որովհետեւ անգլիական գաղութացման ուղիղ արդյունքն էր, որ այստեղի հայ վերնախավը հնարավորություն ունենալով նաեւ անգլիական կրթությանը, թե ռազմական, թե առհասարակ հասարակական տարբեր գաղափարներին հաղորդակիցներ հնարավորություն ուներ, նա հարցին նայում էր պարլամենտարիզմի տեսանկյունից, Ռուսաստանում հայկական վերնախավը հարցին նայում էր այդ պետության տրամաբանության մեջ, այսինքն այդտեղ եղած հասարակության կառուցվածքային հարաբերությունների տեսանկյունից եւ օրինակ մտավախություն էր տեսնում կալվածատիրության մեջ եւ ի սկզբանե կանխում էր, որ դա Հայաստանում չլինի եւ այստեղ էլ կա տրամաբանություն, որովհետեւ եթե բուն Հայաստանում կալվածատիրություն ռուսական իշխանությունները պահպանեին, Հայաստանում կալվածատերերի մեծ մասը մուսուլմաններ էին մնալու եւ բնական է, որ ռուսական կայսրության իշխանությունները այս հանգամանքը պետք է հաշվի առնեին եւ այս հարցերում ընդառաջ գնային հայերի ցանկություններին, որովհետեւ նման պայմաններում են հնարավոր միայն այս տարածքը յուրացնել եւ այստեղ իրենց իշխանությունը հաստատել։ Դրանում է, որ փաստորեն շահերի համընկնում էր տեղի ունենում։ Եվ ստացվում է, որ այնտեղի, այսինքն Ռուսաստանի եւ Հնդկաստանի հայկական համայնքների պատկերացումները մեծապես ազդված էին իրենց տեղական միջավայրերով եւ բնականաբար նաեւ բուն Հայաստանի օրակարգերով։ Իսկ այդ օրակարգերի պարագայում հայկական գիծը պահելու առաջ տանելու պատասխանատվությունը այդ ժամանակ դրվում էր բնականաբար Հայաստանում միակ լեգիտիմ հայկական իշխանության մարմնի կամ ասենք ազգային ինստիտուտի
Հայաստանյայց առաքելական եկեղեցու ուսերին։ Այսպիսով, մեր պատմությունը հաղորդաշարի այսօրվա մեր թողարկումը մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։